Տիկին Մանավազյան, երկու տեխնացու կար, դուք եւ Արթուր Հովհաննիսյանը բավականին շուտ լքեց նիստը եւ ակնհայտ էր, որ արդեն դուք եք ընտրվել, կասեք քանի ձայնով եք ընտրվել, քանիսն են տեխնացուների կառավարության անդամներից քանիսն են ձեզ ընտրել։ Դա կարևոր չի, ես կարծում եմ, որ շնորհակալ եմ նախ բարձր հստակության համար։ Ընտրությունը եղել է ինչպես նախորդ ընտրությունները, քվեարկությունը եղել է փակ գաղտնի եւ արդյունքում այո, ես եմ ընտրել։ Ըստ էության խմբակցությունը կին է ղեկավարելու եւ բավական բարդ է, որովհետեւ դա կազմակերպչական աշխատանք է, բոլորին պետք է բերման ենթարկել, քվեարկություններ են եւ այլն։ Այս առումով դուք Ես կարծում եմ, որովե բերման ենթարկելու խնդիր չեմ կունենա, ես արդեն 3 տարի եւ ավել գրեթե 4 տարի աշխատակազմը ղեկավարեմ եւ առնչվել եմ բոլոր հարաբերություններում ունեցել եմ, այսինքն աշխատակազմում բոլորի հետ նման աշխատանքային փորձ ունեմ, այդպիսի փորձ եւ ամենից շատ լավ եւ հարթ է, կարծում եմ նույնը կլինի նաեւ խմբակցությունում, չեմ կարծում որևէ խնդրի առաջ Տիկինաբար եւ ընդհանրապես պետք չի շեշտել կնոջ դերը եւ կինը որպես խմբակցության ղեկավար, ես կարծում եմ ավելի վերջը այսօր ազգային ժողովի ղեկավար կազմում այո կա նաեւ կին։ Տիկին Մանավազյան, ձեր եւ Արթուր Հովհաննիսյանի ստացած ձայների տարբերությունը մեծ էր։ Եկեք դա պետք չի հրապարակել, որովհետև դա փակ գաղտնի քվեարկություն է եւ էական չի, բոլոր դեպքերում քվեարկության արդյունքում այո ընտրվել եմ ես։ Ըստ ձեզ նեղացած հեռացավ Արթուր Հովհաննիսյանը։ Ոչ, Արթուր Հովհաննիսյանը շնորհավորեր է եւ մենք շատ գործընկերային ենք, մինչեւ այն պահը նույնիսկ երբ ներսում ենք, դրանից հետո եւս, այսինքն սա մեր ներկուսակցական ընտրություն է, որովհետեւ մեկը չի նեղանում եւ նույնը իհարկե կլինի նաեւ ես։ Տիկին Մանավազյան, դուք երկար ժամանակ նաև Նիկոլ Փաշինյանի հետ եք աշխատել, երբ որ նա լրագրողը աշխատել է այս գործոնը, որ դուք շատ երկար ճանապարհ եք իր հետ անցել եւ գուցե հասկացել է նաև թիմը, որ դուք առաջնահերթ եք մյուս տեխնացուի համեմատ։ Գիտեք, վարչապետի հետ այո երկար աշխատել եմ, բայց վարչապետը իր մեկ ձայն ունի եւ մնացած մյուս 19 վարչության անդամներն իրենց քվեարկությամբ նաեւ որոշել են ով է լինելու եւ ազգային ժողովի նախագահ եւ տեղակալ եւ նաեւ խմբակցության ղեկավար։ Ձեզ ինչ հարց է տվել Նիկոլ Փաշինյանը ձեզ։ Ինձ հարց չի տվել։ Տիկին Մանավազյան, իսկ քարտուղար ով է լինելու կան խոսակցություններ։ Չէ, քարտուղար դեռ չի քննարկվում, առաջիկայում տեսնենք։ Էլի նույն ընթացակարգով լինելու վարչությունն է որոշել։ Չեմ կարծում, տեսնենք։ Դա կքննարկենք։ Շնորհակալություն։